Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Շնորհակալություն, հարգելի քաղաքացիներ, ներկայացրեց պարոն Նահապետյանը իր ղեկավարած կոմիտեի տարեկան զեկույցը եւ սա առիթ է, որպեսզի մենք խոսենք ընդհանրապես հակակոռուպցիոն պայքարի մասին, որի լոզունգներով Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության։ Ձեր կայքում պարոն Նահապետյան կարդում եմ Ժորժ Սանդի խոսքերը, որ ազնվությունը մահանում է, երբ վաճառվում է։ Հիմա առաջարկում եմ խոսել ազնիվ, որպեսզի ոչ ոք եւ ոչինչ չմահանա։ Հակակոռուպցիոն կոմիտեն կազմակերպում եւ իրականացնում է քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիան հանցագործություններով միջդատական վարույթ։ Իր լիազորությունների շրջանակում նաեւ իրականացնում է օպերատիվ հետախուզական գործունեություն։ Հասկանալի է, որ ձեր մանրադիտակի տակ պիտի լինեն պետական պաշտոնյաները։ Եվ այս առիթով ձեր ուշադրությունը հրավիրում եմ մի շարք իրողությունների վրա, ակնկալելով, որ դուք եւս դրանք անպատասխան չեք թողնի։ 2023 թվականին քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի թոշակառու հայրը 40 հեկտար մակերեսով հողեր է ձեռք բերել Արմավիրի մարզի Շենիկ գյուղում։ 71-ամյա Փամբուխչյանը Ամերիա բանկից ստացել է 1.5 միլիարդ դրամի վարկ։ Իսկ ամենաուշագրավն այն է, որ Փամբուխչյանը ավելի քան 102 միլիոն դրամի սուբսիդավորում է ստացել պետությունից, որ վարկը արտոնյալ պայմաններով մարի եւ դեղցի արգիներ հիմնի։ Պարոն Նահապետյան, քանի թոշակառու եք ճանաչում, որը կարող է բանկից 1.5 միլիարդ դրամի վարկ ստանալ եւ պետությունն էլ իրեն սուբսիդավորի, որ այդ վարկը արտոնյալ պայմաններով մարի։ Ես կարծում եմ, որ դուք էլ չեք ճանաչում, այնպես ինչպես ես էլ չեմ ճանաչում, որովհետեւ թոշակառուներին անգամ հեռախոսի ապառիկ չեն տալիս բանկերը։ Հաջորդը Նիկոլ Փաշինյանը Մեղրիում հայտարարեց, թե Մեղրիի գյուղերը ջուր չունեն, քանի որ հաճախ Երևանում ատամները լվանալու համար քաղաքացիները ծորակները բաց են թողնում։ Բայց ֆունդամենտալ հարցերը Հայաստանի ջրային ռեսուրսների հարցում չեն լուծվում։ Նիկոլ Փաշինյանը 15 ջրամբար կառուցելու խոստում էր տվել։ Որևէ մեկը չի կառուցվել առ այսօր։ Վարչապետի ֆեյքն ու ֆեյքերը ուշադրություն դարձրեք պարոն Ալեքսանյան, Վեդիի ջրամբարը վերագրել են Փաշինյանին։ Ջրամբարի հետ Փաշինյանը բացարձակ կապ չունի։ Ջրամբարի նախագծման աշխատանքները սկսվել են 2013 թվականին, շինարարությունը սկսվել է 2017 թվականին եւ 2021-ին, որ պիտի բացումը լիներ, հետաձգվել է 2022 թվականին, 2022-ից հետաձգվել է 2023 թվականին, 2023 թվականի հուլիսին հետաձգվել է մինչև դեկտեմբերի 31 եւ հետո 24 թվականի գարնանը Գնել Սանոսյանը հայտարարեց, որ էլ պիտի բացվի, բայց մինչև հիմա ամբողջական ջրամբարը բացված չէ։ Սա ի գիտություն Նիկոլ Փաշինյանի, իր թիմի եւ իր ֆեյքերի։ Իսկ Գնել Սանոսյանի որպես անորակ ասֆալտապատման նախարարի, ես կարծում եմ, որ պիտի պատասխան տա այս ամեն ինչի համար։ Այդ ոնց է ստացվում, որ Սահակյան շին ընկերությունը, որը տապալում է Վեդիի ջրամբարի ամբողջական կառուցումը, տենց հանգիստ ոչ մի բան չի կատարվում իր հետ։ Բայց ոնց է ինքը նախարար աշխատել։ Այստեղ պիտի փնտրել այն պոզ ու պոչով կոռուպցիան։ Շրջակա միջավայրի նախարարությունն էլ ձախողել է Արարատյան դաշտի արտեզյան հորերի լուծարման կամ կոնսերվացման գործողությունները։ Վերջին 5 տարում արտեզյան հորեր գրեթե չեն կոնսերվացվել։ Իմիջիալոց այստեղ օգտվել եմ նաև հետքի բացահայտումներից, որ արտեզյան 51 հոր կա, որից 10-ը պետք է լուծարվի, 41-ը կոնսերվացվի։ 51 հորից 26-ը համայնքային են, մնացածը ընկերություններին։ Եվ այս ընթացքում որևէ մեկը դրանցից չի փակվել եւ որևէ մեկը նաեւ պատասխանատվության չի ենթարկվել սրա համար։ Ինչ կոռուպցիոն հետաքրքրություններ կա տարբեր ժամանակներում բնապահպանության եւ հետո շրջակա միջավայրի նախարար աշխատած պաշտոնյաների եւ այս արտեզյան հորերի սեփականատերերի հետ։ Իսկ ջրի դեֆիցիտի մասին որ խոսում ենք, այս երկու գործողությունը որ արվեր, Մեղրիում ջուր կունենային եւ ոչ թե մեղքը կբարթեին Երևանում ատամ լվացողների վրա։ Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը Գրեյկոն իր տարեկան զեկույցում նշել է, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրականացվող գնումների թափանցիկությունը ապահովված չէ։
Այո, դրա մասին բազմիցս եմ խոսել եւ երբ գլխավոր դատախազին ներկայացրեցի փաստեր ազգային ժողովի գնումների մասին, ես դրանք գտել եմ ամենատարբեր աղբյուրների ուսումնասիրությամբ, բայց ոչ ազգային ժողովի կայքում, ինչը խիստ մտահոգիչ է։ Իմ ձեռքի տակ կան ազգային ժողովի կազմակերպված գնումների 2 տասնյակից ավել փաստաթղթեր, որոնք վկայում են այն մասին, որ այս շենքում աշխատակազմի ղեկավարը, որ Ալեն Սիմոնյանի մտերիմն է, առանց հրապարակային հաշվետվության պետբյուջեի գումարները ծախսում է շռայլ, չի ներկայացնում իրականում ինչ կարիքների համար, ինչ գնումներ եւ իրապես այդ կարիքները արդյոք գնահատված են։ Եվ այսպես 2024 թվականի հունվար, մայիս, օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին ազգային ժողովը գնել է 908 շիշ կոնյակ, տարբեր տեսակի։ Դրա համար Հայաստանի հպարտ հարկատուները վճարել են 16 միլիոն եւ 635 հազար դրամ։ Ինչ անհրաժեշտությամբ են գվել կոնյակները, ում են նվիրել, ով է որոշել, ինչքան պետք է գնի, այս մասով որևէ թափանցիկություն չկա։ Ընդ որում, բոլոր գնումները 3 տարիների ընթացքում իրականացվել են Վինո ընկերությունից։ 2025 թվականի հունվարից ապրիլ 594 շիշ կոնյակ է գնվել 11 միլիոն դրամով։ Արդեն կես տարի է անցել, բայց դեռ տարին շարունակվում է։ Էլ չեմ ասում են օրորոցային չխչխկան խաղալիքների մասին, որոնք առել էր ազգային ժողովը պետության միջոցներով եւ այդ բոլոր փաստաթղթերը ես ձեզ էլեկտրոնային կրիչով կփոխանցեմ, պարոն Նահապետյան։ Ազգային ժողովի սրճարանի մասին, որ բոլորդ այստեղ անցնում եք կողքով գնում գալիս, այդ կառուցելու համար 10-ից ավելի պայմանագրեր է կնքել ազգային ժողովը։ Մոտ $100,000 ավել գումար է ծախսվել։ Ով է որոշել, որ պիտի կառուցվի սրճարան։ Այնտեղից պիտի հանվեն տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարների, ներկայացուցիչների տնկած եղևնիները։ Հանել տարել են, փոխարենը կառուցել են սրճարան։ 3 միլիոն դրամից ավել մի ջրվեժիկ են տեղադրել, 3-4 անգամ սալիկները փոխելու պայմանագիր են կապել, 2-3 անգամ սեղան ու աթոռ են գնել, բայց միայն մեկ ընկերությունից գնված սեղան ու աթոռներն են շարված սրճարանում։ Բոլոր փաստաթղթերը, պարոն Նահապետյան, էլեկտրոնային կրիչով ես ձեզ տալու եմ։ Պողպատե փաստեր։ Եվ ուզում եմ համեմատության համար ասել, օրինակ այդ $100,000 սրճարանը կարող էր օգնել Վարդենիսի ավագ դպրոցի փլատակներից գոնե մի դասասենյակը նորոգելու համար։ Ճաշակի հարցը, ինչպես ասում են։ Ես այս ամենը բարձրաձայնեցի ու նաև ձեզ հիմա կփոխանցեմ այդ հաղորդումը հանցանքի մասին, ակնկալելով ձեր գործուն քայլերը, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսելով կոռուպցիան չի վերանում։ Պետք են գործուն քայլեր, ընդ որում քաղաքականապես անկախ, անկաշկանդ եւ չնայելով թե կոռուպցիոն գործարքների թիկունքում իշխող կուսակցությունից ովքեր կան, նրանց հետ փոխկապակցված ինչ անձիկ կան եւ արդյոք նրանք որևէ կերպ այս ընթացքում իրենց պաշտոնական դիրքը այս կամ այն կերպ չարաշահել են։ Շնորհակալություն։